Եվ Աստված ստեղծեց առաջին տղամարդուն եւ կնոջը, որ հոգատար լինեն աշխարհի ու իրար նկատմամբ եւ Լինա Գյոզալյանը ոգևորված է, նոր է Աստվածաշունչ ստացել եւ մեզ համար իր ամենասիրելի հատվածն է կարդում։ 1 տարի Սոս մանկական գյուղում բնակվող Լինան ուրախ է, որ այսուհետ կարող է իր հարցերի պատասխաններն անձամբ Տեր Զորաբից ստանալ։ Տեր հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի օրհնությամբ մանկական գյուղ է այցելում ու երեխաների հետ հոգևոր զրույցներ անցկացնում։ Շատ ուրախ եմ, որ ինձ նվիրեցին Աստվածաշունչը, խոստանում եմ կկարդամ եւ անպայման կհաճախեմ դասընթացներին։ Մայրաթորը եւ Աստվածաշնչային ընկերությունը այսպիսի մի ծրագիր են մշակել, ըստ որի բոլոր մանկատաներում բաժանվում են ըստ տարեկային խմբերի Աստվածաշնչեր եւ շատ ուրախացան նաեւ, որ իրենց մոտ հոգեվորական է այցելում։ Կարևորելով հոգևոր կրթության դերը երեխաների կյանքում ձեռնարկը ողջունել ու Տեր հորն օգնելու պատրաստակամություն է հայտնել Սոս մանկական գյուղի տնօրեն Հովհաննես Կոստանյանը։ Նա եւս այստեղ է բնակվում։ Նրա ցանկությունն էր, որ Տեր Զորապը մինչև Սուրբ Հարության տոնն իր ընտանիքում տնօրհնեքի կարգ կատարի։ Նման երեխաները, որոնք մեր մոտ են գտնվում, խոցելի խումբ ենք մենք ասում, իրանց շատ հեշտ է շեղել եւ մենք շատ ուզում ենք, որ այս ավանդույթը շարունակվի տարիներ շարունակ, հոգեվոր դասեր լինեն, քանի որ մեր երեխաներ ունեն դրա կարիքը։ Այս գյուղում երեխաներն իրենց խնամողներին դիմում են մայրիկ, մորաքույր եւ քեռի։ Գայանել Ալազարյանը կամ Գահանե Մայրիկն արդեն 2 տարի այստեղ է։ Ուրախանում է իր 6 երեխայի թեկուզ փոքրիկ հաջողություններով։ Եղել է, որ երեխաներիդ միասին մենք ինքներս ենք եկեղեցի գնացել, պատարագի ենք մասնակցել, քանի որ մի քիչ հեռավորությունը կար, դե հիմա շատ ավելի ցանկալի է, որ Տեր հայրը մեզ մոտ է, կարծում ենք շատ ավելի դրական կլինի թե երեխաների, թե մայրերի համար։ Տեր հայրը մանկական գյուղին առնչվող բազում ծրագրեր ունի, մտադիր է հոգևոր դասերից զատ օլիմպիադա անցկացնել, ամեն կիրակի պատարագին մասնակից դարձնել եւ ուխտագնացություններ կազմակերպել։